Բարի ողջույն սիրելի բարեկամներ, կրկին եթերում է Ոսկե սրինգ հաղորդաշարը։ Մինչ իմ հյուրին ներկայացնելը, թույլ տվեք համառոտ ներկայացնել նրա կենսագրականը։ 1975 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1986 թվականին Երևանի Պետական կոնսերվատորիան, 1977-78 թվականներին եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախմբի կոնցերտմայստեր, 1978-80 թվականներին Կիրովականի Հորովել երգի պարի անսամբլի կոնցերտմայստեր, 1982-2017 թվական Հայաստանի ռադիոյի Արամ Մերագուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլ մենակատար, 2009 և 11 թվականներին Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի անսամբլի կոնցերտմայստեր, 1983-89 թվականներին դասավանդել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում, 1987-2005 թվականներին դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, հեղինակն է ավելի 500 գեղանկարչական ստեղծագործությունների, 2011 թվականին Հայաստանի անկախության 20-ամյակի օրը նվագել է Արարատ լեռան գագաթին։ 2005 թվականից պատրաստում է երաժշտական հրաշալի գործիք քյամանի և այդպես թույլ տվեք ներկայացնել իմ հյուրին վաստակաշարդ քյամանչահար Հակոբ Խալաթյան։ Շնորհակալություն իմ հյուրը լինելու համար։ Երախտապարտ եմ։ Ես կուզեմ հենց առաջի հարցը սկսել քյամանից։ Ինձ շատ է հուզել այն հարցը քյամանի, քանի որ շատ տեղերից ես լսել եմ, որ քյամանին դա նախահարն է ջութակի։ Այո, ավելի մոտ է։ Ավելի մոտ է։ Այո։ Իսկ քամանչա, արդյոք քաման բառը ինչ որ կապ ունի, ինչ որ Այո, ունի։ Եթե կարելի է։ Հենց հիմքում ընկած է քյաման պարսկերեն նշանակում է աղեղ։ Ուրեմն եթե մեկնաբանես ինչպես կարելի է սիրուն նվագարանները, հատկապես քյամանչան, իր անունը կրում է աղեղի անունով։ Աղեղյան։ Հա, այսինքն կարելի է մտածել, որ սա այն առաջի նվագարաններից է, որը նվագվել է աղեղով։ Դրա համար հետ հիմքում ընկած է աղեղ անունը, ոչ իր տեսքը։ Այսինքն քամանչան դա պարսկական գործիք է, ոչ թե հայկական։ Անունը կապ չունի այստեղ։ Արդեն անունը կապ չունի։ Մինչև վերջերս մեր հայկական բոլոր գյուղերը թուրքական կամ պարսկական անուններ ունեին։ Իրապետության տակ էին գտնվում։ Իսկ ով կարող ասել, որ Պարսկաստանում վարպետը հայ չի եղել։ Դե բնականաբար Պարսկաստանը այսօր փառահեղվում է գորգագործությամբ, բայց գորգի հայրենիքը դա Հայաստանն է։ Դե, գիտեք, ու միշտ ասեք Պարսկաստանի շահերի պալատի երաժիշտները, սուլթանի երաժիշտների մեջ շատ հայեր կային։ Եվ ով կարող է ասել, որ այդ վարպետը որ պատրաստել է, դժվար է սկիզբը գնալ, թե ինչից սեդ որի օր դարից։ Մենք ունենք, ասեք, նմուշներ մատենադարանում, գիտեք, մատենադարանում հիմնականում հոգևոր թեմաներ են, բայց աշխարհիկ թեմաներով էլ կա։ Այնտեղ պատկերված են քյամանի եւ քյամանչա միջնադարից սենց։ Եթե ասենք հոգևոր հայրերը մտածեին այդ մասին, որ ավելի շուտ տեղադրեին, մեկ դա ունենք, մեկ էլ ունենք 10-րդ դար Դվինում հայտնաբերված ապակեսափոր, վերեն պատկերված ջութակ։ Ջութակ նույնիսկ։ Նույնիսկ։ Ու հետաքրքրին ինչ է, որ այդ նկարի մեջ պատկերված է, ջութակը ուսին է դնում։ Հա, որովհետև քյամանին առաջ դնում էին որտև սա մարդկային բնական վիճակը սա է, ոչ մի մտքով չի անցնում էս։ Ու հետաքրքիր որ դարձրին ենք, ուրեմն սկիզբից որ այսպես նվագել են, հետո Բեսարաբիայում աստիճանաբար հələ չի հասել, ասեք Իտալիա, չէ, այնտեղ ջութակը նվագում են կրծքին են դնում։ Այո։ Աստիճանաբար այստեղը, հետո եվրոպացիք հարմար գտան, որ ավելի Ես նույնիսկ տեսել եմ ջութակը, որ այսպես են նվագում։ Հա, թաս են նվագում։ Ոչ թե այսպես, այլ հակառակ, այսինքն մարմինը դեպի դուրս։ Հա, դա հարմար չի, դա երևի ուզեցել։ Ամենամարդ ոնց կարող է կարող եմ այսպես էլ նվագել։
Ահա, միջև այդ ասեմ, միանգամից տարբերություն ասեմ։ Քյամաչյան երեսը կաշի է, արևելքի բոլոր նվագարանները կաշի են, բացի ուդից, որը փայտ է եւ քյամանին։ Հետ դրա համար որ Դե ուդը աղեղով չեն նվագում։ Հա, նկատի ունեմ արևելքի որպես նվագարաններ, տարածաշրջանի Երևի մոտել թառը թառը։ կաշի, քյամանչյան կաշի, կանոնը կաշի, այդ չեմ ասում, ասի կարվածային գործիքները։ Դե հարվածային արդեն։ Որտեւ երեսը փայտ անելու հնչեցնել, դա ժամանակ էր պետք որ մարդ մտածեր, որ դե եղևնի են բոլոր այդ երեսի փայտերը եղևնի են, որ կարողա փայտ անգամ հնչի։ Ու զարմանալի չէ որ ուդը, որ մենք ասում ենք, չէ, արաբներն ասում են ալ-ուդ։ Գիտեք ո՞նց է թարգմանում։ Փայտ։ Ուդ փայտ։ Հա, ցախ, փայտ։ Ինչի զարմացել են արաբները, երբ որ տեսել են առաջի անգամ այդ գործիքը ու լսել են, հավանել են, ասել են, մենակ Տերաբաբանորն եմ խոսում էլի։ Ես ինչի՞ց է պատրաստած որ սենց հնչում է։ Ասել են փայտից։ Ալ-ուդ։ Ուդ դե ուդը ես արդեն չգիտեմ ավելի երևի լյուտնյան ավելի հին տեսակն է քան թե ուդը։ Չէ, ուդը հետ ուդը արաբական այդ այո այդ ժամանակ արաբները տարան Իսպանիա, հետո Իտալիա ուդ լյուտ, արդեն ուդից անցավ դեպի լյուտը։ Փաստորեն ուդը ավելի հին գործիք է քան թե։ Իհարկե, այդ ժամանակ արևելքում մշակույթը ավելի զարգացած է։ Դա էլ բարձեցինք։ Իսկ հիմա հիմա կարևոր հարցը։ Ով է ձեզ համար Սայաթ Նովան։ Եվ երաժիշտը նվագում է քամանչա, հենց ամենչապես միանգամից ասոցացվում է Սայաթ Նովայի բոլոր երաժիշտները, երեխաների ժամանակվանից, երբ որ ասենք իմ հայրը ուզում էր որ ես քամանչա նվագեի, ես արդեն այդ առաջին բանը դա է որ ասենք քամանչա որում Սայաթ Նովա ամենչապես։ Ու ապրում ես դու դրանով արդեն դա էլ արդեն քո կյանքն է։ Այստեղ արդեն մնում է որ այդ տվյալ երեխան հետո որ պատանի զարգացած ժամանակ արդեն մնում է որ ինքը հասկանա իր համար ով է Սայաթ Նովան որ ինչի հետ է կապած կատարողականի մասին է խոսքը այստեղ Դա բնականաբար չէ ոչ բոլորն են այդպես անում այստեղ արևելք էլի արևելք կա արևելք էլ Ու ինքը Սայաթ Նովան ստեղծագործել է եւ պարսկերեն եւ խոսքը գնում է ֆրանսերեն եւ հայերեն եւ նույնիսկ թուրքերեն Ադրբեջանը հանեք մեզ թուրքերեն հանեցինք Հա, դա չկա ժամանակ Սայաթ Նովայի ժամանակ ինչ Ադրբեջան չկար այդ Դե սովետի ժամանակ այդպես էր ընդունել Հա, ֆիլմի մեջ դրա համար է Ադրբեջան անունը նշում են։ Դա պատճառով ես արդեն այդ բանով գնացի, հա, դե սովետական քաղաքացիք չենք։ Հա, հայերեն, թուրքերեն, վրացերեն ու հետաքրքիր է որ մի բան ասա, որ եւի շատերը չգիտեք, ինքը մի խոսք ունի, չէ, ամեն մարդ չի կանա կարդա, ինքն ուրիշ գրեն է։ Դա ինքը ես բառացի եմ հասկանում, ինչու՞, որտեղ հայերեն խաղերը, բարերը ինքը գրել է վրացերեն տառերով։ Վրացին կարդում է մենք ենք հասկանում։ Թուրքերեն խաղերը գրել է հայերեն տառերով։ Մենք կարդում ենք թուրքն է հասկանում։ Թուրքերեն խաղերը գրել է վրացերեն տառերով։ Ամեն ինչ խառնել է դրա ամեն մարդ չի կարող։ Սայաթ Նովա աշուղը ինքը իսկապես համեմատած մյուս աշուղին կա հանճարեղ աշուղ էր։ Նման աշուղները որպեսզի ցույց տան իրաց առավելությունները մյուս աշուղների ամեն ինչ մի բան պետք է անեն որ ամեն մարդ չկարողանա կարդալ էլի ես շիլաշփոթ են ստեղծել ես խելացի մարդկանց համար եմ գրում որ ամեն մարդ չկարողանա կարդալ դե դու խելացի ես ու միջի հիմա 300 տարի Սայաթ Նովա գիտությունը զարգանում է ու գիտական աստիճանով մարդիկ են կարողում են հասկանալ այդ աշխատություններ կան Սայաթ Նովային։ Մի ուղղակի ասում գիտնական գրականագետները բոլորը թվում է թե հասարակ մի աշուղ է որտեղ Սայաթ Նովա գիտություն բիդի մանած հայերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն էնել 18-րդ դարի ոչ այսօրվա։ Ու ես ուրախ եմ որ Հենրիկ Բախչինյանը այսօր իմ լավ ընկերն ու իմ բարեկամը այդ Սայաթ Նովա գետը ու իր այդ շփումների ժամանակ ես բավական մոտ եմ եղել Սայաթ Նովային սած դավթարից։ Ով է ձեզ համար աշուղ դոստին։ Եթե ընդունեք որ ինքը Ես որոշ բաներ գիտեմ։ Չէ, ասեք ընդ գրում է Սայաթ Նովան աշուղ դոստում ասին։ Ախ ինձ համար ասեք ինչի դուք գիտեք որ ես չգիտեմ Ես լսել եմ որ ձեզ դուք բարեկամական կապ ունեք աշուղ դոստի հետ Հա
դրա մասին է խոսքը։ Ես չեմ մոռանում, դուք մոռացել եք ձեր Չէ, եթե վերադառնայինք իմ համերգին, ես արդեն կմոտենայի դոստուն։ Պարզ է։ Անահիտ Ներսիսյանը իմ հորաքրոջ աղջիկը, ուրեմն այն կողմից եմ գալիս, մի քիչ հեռվից, որ մոտենամ դոստուն։ Փաստորեն ավելի մոտիկ է հաշող դոստուն, քանս թե դուք։ Հորաքրոջս կիսուրի բարեկամն է ինքը։ Հորաքրոջ։ Ես իմիջիալոց 70-ականների կեսերին հորաքրոջս տանը հանդիպեցի եղբորը, դե երեք եղբայր են, երեք են, չէ, Սեմ Արևշատյանն էլ է ես եղբայրներից մեկը, անունը չեմ հիշում, որը շատ նման էր ուստա դոստուն։ Ու ինձ ասեցին մեր, ասին Հակոբ գիտես, դե արդեն նվագում էի կամաչա, ասին բանը դոստովի եղբայրն է, ու ինքն լիքը մազերը շատ նման էր իրեն։ Հա։ Հետաքրքիր է, որ կապը բավականին հրաշալի է եւ այդ երբ որ Անահիտ Ներսիսյանը ինձ ասաց, որ ես ազգական եմ, բան, ճիշտ ասած ինձ համար անակնկալ շոկ էր եւ երկրորդ շոկը, որ իմացա, որ դուք իր քերո տղան եք, դա էլ հրաշալի է։ Բայց Մենք միասին ենք մեծացել, հասկանում եք, ես 2 տարով մեծ եմ Անահիտից ու ուսումնարանում ես էի իրանից 2 կուրս ավել, կոնսերվատորիում դե ուշ ընդունվեցի ինքը։ Ու մեր ճանապարհները ճիշտ ինքը դասական։ Դուք որ թվականին ընդունվեցիք կոնսերվատորիա։ 86-ին մեր բաժինը ուշ բացվեց, չէ։ Ես այդ ժամանակ գնացի Ֆրանսիայում Կիրովականում էի աշխատում, Վանաձորում։ Այնտեղ էի աշխատում, այնտեղից եկա, որ ընդունեմ կոնսերվատորիա։ Ես արդեն 82-ին ավարտել էի։ Իմ հարցը հետեւյալն է։ Դուք Արարատի լեռան գագաթին նվագել եք։ Ինչ զգացմունք ունեիք այդ վայրկյանին։ Նպատակս ասեմ ինչ Սայաթնովայի այդ մի տողը որ ասում է Քամանչա երկի մեջ ասում է քանի սաղ է Սայաթնովեն շատ բան կտեսնիս Քամանչա Փաստորեն Արարատի լեռն էլ տեսավ Արարատն էլ տեսավ գագաթին որի համար շնորհակալություն ենք հայտնում ձեզ դուք նվագել եք տարբեր անսամբլներում որտեղ ես նսել եմ ներկայացրեցի բացի տվյալ անսամբլներից կա ինչ որ միտեղ որ դուք մինը համերգով կամ ինչ որ կամերայինով բանով ելույթ եք ունեցել ես նկատի ունեմ եւ դասական արվեստի հա իհարկե դե վերջի շրջանում սիմֆոնիկ օրկեստրներով նվագում էի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան հետո ես դասական կամանչահար եմ մենք ուսումնանում որ սովորում ենք իմ վարպետը Մարտին Խաչատրյանը մենք սովորում ենք ջութակի ձեռնարկներով չկար կամանչային ձեռնարկ որպես այդպեսին ու մենք հիմնականում բայց այսեղ պես նախասովորության հարցը երեխա կա որ նույն դպրոցանցնում էր բայց ուղղությունը գնում էր արևելյան ես ավելի դա իմ սիրածն էր ու ես միշտ դասականի մեջ եմ եղել ինձ որ չէ որ տղայից տվել եմ Ստեփանին ջութակի եմ տվել որը արդեն 10 տարի այստեղա պայմանագրով է եկել, արդեն այստեղ աշխատում էր օրկեստրներում, հա, ու ես ջութակ շատ էի սիրում։ Փաստորեն դասական սերը դեպի դասականը արեց իր քայլը։ Բայց ես միշտ անպայման տարանջատել եմ, ասենք դրանից չի իմ Քամանչան, Սայաթնովայի Քամանչան չի իջել, չի համու հոտը չի կորել, ես աշխատել եմ, բայց գրագիտությունը ավելորդ շարժումներ չեմ անում, ավելորդ մեղեդիներ չեմ անում։ Իմ քարորդ տոները այնտեղ շատ նուրբ մելիզներ կան։ Իմը հայերենը։ Այդ ամենակարևորը։ Ինչա որտեղ ես դրա համար միշտ պայքարել եմ, որ շատ դեք ինչա լինում, երբ որ շատ է շրջագայում եմ, մոտ մի 25 երկիր ես եղել եմ։ Ամերիկա չի եղել, Ամերիկան էլ տեսանք։ Հա, ու այնտեղ լինում են սա երաշտագետներ, տարբեր ազգերի, որոնք այդ տարածաշրջանում նվագողներ կան, ուզում են իմանան ինչու՞ն է մեր տարբերությունը։ Այդ հարցը տալիս են։ Հա ու դրա համար միշտ այդ ամբողջ ընթացքում ես միշտ հետ հայեցի նվագել էի վարպետից է գալիս։ Իմ վարպետը շատ հետաքրքիր է նվագում, նման չէ ոչ օրինակ Մերագուլյանի անսամբլը որ աշխատում ես հրաշալի են 4 վարպետների հետ եմ աշխատել, մեկը մեկից տարբեր, իմ վարպետը բացարձակ նման չէ։ Լրիվ իրաց կոլորիտով, իրաց կատարողականով, զարմանալի է, գիտեք ինչ։ Իրանք հին վարպետներին, իրանք 30-ական թվականներին էին նվագում այդ ժամանակ, երբ որ Ադրբեջանի հետ ավելի սերտ էին, Երևանում կար ադրբեջանական թատրոն։ Շնամանք չկար։ Հա,
բացի թշնամակից լինելով այդ արևելքի մեջ շփումների, իրանք հայ էին մնում, որը այսօր այդ խնդիրը կա մեր մոտ։ Դուք ասիք 30-ական լսում են ավելի շատ օտար բաներ են նվագում այսօր։ Այդ մի մեծ խնդիր է։ Իմ հաջորդ հարցը, որն է ձեր ամենահիշարժան եւ կարելի ասել լավ, կա չէ ինչ որ մի ելույթ, կյանքում դուք չեք մոռանա դա։ Մենք գիտեք, ասենք, եթե բեմերի շատ երկրներում եմ եղել եւ մենահամերգով եւ խմբային, ասենք Արա Գևորգյանի հետ երկար տարիներ միասին Ես տեսել եմ ձայնագրությունը, վիդեոն տեսել եմ։ Բայց ասենք, եթե ասեմ, որ Մոսկվայի Սյունազար դահլիճը, որտեղ շատ նշանավոր դահլիճ է, ովքեր են այնտեղ, ասենք, Արամ Խաչատրյանն չեմ ասում, մյուս մեծ երկու, ես այնտեղ Տերտերյանի սիմֆոնիան եմ նվագել։ Բայց հետաքրքիր է, Տերտերյանին ամբողջ Եվրոպան է մեծարում, ամբողջ մեծարում է Եվրոպան։ Այո, ինքը նոր սիմֆոնիզմի նոր ուղղություն հիմնեց ու ընդունեցին իրենք, որ այո։ Հրաշալի է, որ ժողովրդական գործիքների վարպետը դասական ստեղծագործողին, կոմպոզիտորին, որին շատ դժվար է լսելը, գնահատում է։ Ուրեմն ձեր մեջ ոչ միայն շատ ռիթմ կա, այլ շատ երաժշտականություն կա, որի համար ես ուղղակի ուրախ եմ։ Ու ես մի առիթով ասեցի, որ այդ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան ես կնոջն ասեցի, Ինե Գյորգիևնային։ Այո։ Ասեցի, գիտեք, ես Սայաթ-Նովայի մասին եմ նվագում։ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան Սայաթ-Նովայի մասին է։ Հա, բայց ոչ բոլորը։ Ես այնտեղ էլ Մոսկվայում էլ որ ասեցի, ամեն ինչը համապատասխանում է։ Սիմֆոնիայում կա բուրվար։ Ինչ կապ ունի Քամանչյան բուրվարի հետ, որտեղ Սայաթ-Նովան եկեղեցում էր, հաղպատում էր։ Ճիշտ է։ Այո։ Այստեղ բուրվարը կա։ Հաղպատում էր։ Զանգերը կար այնտեղ։ Ու Քամանչյան վերջում հետաքրքիր ինչ է, ամբողջ այդ էֆեկտների մեջ, երբ որ ձայները ուղղակի լսվում, վերջում, ամենավերջում մի փոքր մենախոսություն կա։ Այդքան ամենադժվարը այնտեղ սիմֆոնիայում խելոք նստելն է, որտեղ բոլորը դիմաց քեզ են նայում, ու դու խելոք նստած ես։ Մի քիչ նվագում ես, բայց սպասում ես այդ վերջի հատվածը, հոգևոր թեմա է Միչայլոց ինքը այնտեղ գրել, ոչ Սայաթ-Նովայի։ Ինչ որտեղ շարակնոցից հոգևոր է գրել։ Շարակնոցից վերցրած։ Բայց իր ստեղծագործությունը, ու ես նվագում էի, օրինակ մեր առաջի կատարողը Գագիկ Մուրադյանը լուսահոգի, ինքը նվագում էր, քանի որ Տերտերյանի ժամանակ էր նվագել, ինքը իրանից փոփոխում էր, փոխել էր, Տերտերյանը ասել էր լավ է, այսպես է ազատ նվագի, բայց քանի որ հեղինակը ժամանակ արդեն չկար, ես ինքը գրել էր, ես նույնությամբ նվագում էի այն ինչ որ Տերտերյանն է գրել։ Այսինքն նոտաներով, ինչպես որ գրված է, նույնությամբ, հա, առանց շեղումների։ Շատ սիրուն է, ես շատ եմ հավանում էլի։ Դե եկեք մի քիչ շեղվենք։ Շեղվենք ինչ տեսակետից։ Շատերը երևի ովքեր ուշ միացան, երևի չեն լսել, որ ես ներկայացրեցի երաժիշտ, քամանչահար եւ գեղանկարիչ։ Այս հետևի պաստառում մեր մոտ որ կա հենց մեր Հակոբ Խալաթյանի ստեղծագործությունն է։ Առաջին։ Համար առաջին, ուղիղ 30 տարի առաջվա։ Սա իմ առաջի փորձն է, ես սրանից եմ սկսել։ Քան ստեղծագործություն 500-ից մոտավորապես 525 վերջինը չեմ հաշվել 20-ն անցա։ Այստեղ էլ նկարեցիք դուք։ Այստեղ մի 7 գործել էստեղ եմ արել։ Այստեղ եք արել։ Դա ոնց ստացվեց, որ դուք ամիջապես ստեղծեցիք, թե ոնց եղավ որ նկարեցիք։ Նման ընդունակություն ունեցող երեխաները միշտ ինչ է պետք նկարել։ Ընդհանրապես երաժիշտները, երգիչները բոլորը նկարչության հակում ունեն, ինչ որ մի բանի հակում ունեն, որը միշտ նկարում էի մատիտով։ Իսկ ցուցահանդեսներ բան բացարեք։ Այս ընթացքում մոտ մի 10-12 ցուցահանդես եմ արել համերգներով։ Համերգներով։ Նվագել եք, դուք տեք անսամբլն այո, լինում է որ մենակ էի լինում, օրինակ Քամաչայից ծնունդը նշեցի, 80-ամյակ էի նշում, մոտարապես հաշվել էի, որտեղ ինքը 100 տարեկան է իմ Քամանչյան։ Իմիջիալոց ֆիլմի կինոն հիշում եք, Կովկենեսը։ Այդ նույն վարպետի պատրաստած Քամանչյանը։ Իրանք զույգ քույրեր են, շատ նման են իրար։ Հայ է ստեղծողը թե։ Իհարկե, Վանեցի Թիֆլիսաբնակ Նազարեթ Բեգլարյան։ Ծնվել է 1860-ականներին, մահացել է 1943 թվականին։ Ես ամբողջ կեսագույությունները գիտեմ։ Գիտեմ ֆիլմի Քամանչյան
4 մարդու ձեռքով անցել մինչև հասել է այսօր, իսկ իմ կամաչան 77 թիվը մինչև ոչ մեկի ձեռքով չի անցել, առաջինը ես եմ նվագել արդեն 47 տարի է իմ ձեռքին է։ Դուք պատրաստում եք քյամանի, խնդրում եմ քյամանի մասին համառոտ ինչ-որ։ Սենց նրանից որ դա գիտեք, իմ մոտ բնավորություն կա, եթե մի բան պետք է ես անում եմ, կապ չունի, կարող եմ, թե չեմ կարող։ Պետք էր 50-ամյակս էի նշում 2006-ին ու ուզում եմ որ ալտ լիներ քամանի կամ բայց եթե պատվիրեի Ալտը դուք ստեղծեցիք թե եղել։ Այդ քամանին հենց ալտ քամանիա։ Փաստորեն դուք եք ստեղծել, որովհետև լրիվ ամբողջությամբ մեջը փորելով գլու ամեն ինչը։ Լրիվ ձեռքով եմ արել։ Մի կտորից եմ արել ամբողջը 8 սանտիմետրով եւ մեջը ամբողջ միջև 2 մմ մաքրել եմ վրայի փայտը դերել մի խոսքերի փորագրություններով, տակի շվիլով մանրապատ փորելով, անունս մեջը գրելով, առաջակամ եմ անում։ Ուղղակի պետք է ինչ անեի։ Եթե պատվիրեի, դե գումար շատ կլինի, ասի, բայց դեմ ես պիտի անեմ։ Բայց չգիտեմ անել։ Գումարից ելնելով, իսկ եթե օրինակ ձեր լավ է, իմ 50-ամյակը իմ գործիքն է, ուրիշ։ Իսկ եթե քյամանչան փչանում ա ձեր ինչ եք անում։ Ես եմ անում, չէ, ես եմ անում, հա։ Դե գիտեք, քյամանչան հիմնականում ամբողջությամբ մեքենան անում։ Այո։ Ակաշները, կոթը, չանախը։ Դե հիմա բայց նախկինում ձեր։ Հա, բայց միջև 1800-ի վերջերը արդեն մեքենայով էին անում։ Դերո փորելը մի քիչ այնքան հարմար չէր։ Ավելի դժվար։ Հա։ Իսկ ասիկ մնացած ունա թառը, կանոն դրակ հատ հավաքում են։ Ասիկ գոտոր ես քյամանին հավաքեցի հատ։ Իսկ քյամաչան հիմնականում եթե կարողանում է, եթե չէ, տալիս են վարպետին Քոզա ձևով ինքը տաշում է, մնացածը դու հավաքում ես, հավաքելը ես անում եմ։ Առաջինը շատ շնորհակալություն, որ դուք եղաք իմ հյուրը, բայց ես կուզեմ մի համարել տալ, հարցել տալ, ինչ երազանք ունեք։ Մենք պապական մշեցի ենք։ Մշո խաս գյուղացի։ Այսինքն մեր մի մասը խաս գյուղից է։ Ես ուշադրությամբ հետ նայել եմ մյուսը հացեկացնա։ Որ եղբայրս լուսավորքի գրում էր ու մենք հացեկացից ենք։ Երկու եղբայրն որ տարբեր տեղեր են ու այդ գյուղերը իրար կապը հացեկած գյուղը Մաշտոցի հայրենիքն ծննդավայրն է։ Մեկ այնտեղ ենք։ Այ եթե ինձ թվում է երևի եթե շատ ուզեմ երևի չեմ ուզում հենց այնպես գնալ այս կարգավիճակով։ Ես մի անգամ եմ մտել Արևմտյան Հայաստան Արարատի համար։ Իսկ այնպես ցանկություն չունեմ ամեն անգամ դրոշները տեսնելով։ Այ եթե ես գնամ այնտեղ նվագեմ համերին դրանից են որպես քո հայրենիք։ Իհարկե։ Այդ դեպքում եմ գնում։ Այո, հասկացանք։ Վերադառնանք ինչպես ասում են Վանը Թուրքիայում չէ, թուրքերն են Վանում։ Հա։ Նույնն էլ։ Դա դեք ինչ է, այստեղ ոչ մեծ խոսելու հարց կա, որ ասենք, հա, կապ չունի, ժամանակը գալիս է, պատմությունը բերում, եթե դու էլ չանես, եթե դու չխանգարես, դա կստացվի։ Ճիշտ է, որ խանգարում ենք։ Ինքը իրանյան գալու է այդ օրը, բայց մի խանգարի։ Խոսենք տեսահոլովակների, համերգների, նկարահանումների մասին։ Քանի մոտավորապես նկարահանում խոր տեսահոլովակներ կա։ Թեկուզ ձայնագրություններ։ Ես ունեմ 2 CD ունեմ, մեկ ամբողջությամբ Սայաթ-Նովայի համարյա բոլոր երգերն են, միայն Սայաթ-Նովա, այնտեղ դու գիտամ, մեկ է դապ։ Եվ մյուսը իմ տարբեր տարիների ձայնագրություններ, քյամանչա տավիղով, քյամանչա երգեհոնով, քյամանչա տարբեր գիտարով, դաշնամուրով, օրկեստրով, կամերային օրկեստրով։ Հիմա ես եղ որ վերջում որ տնեք, ես 60-ամյակի Ամերիկա ամբողջությամբ շնորհակալություն Վահան Մարտիրոսյանին, որ իմացա որ 60-ամյակն է, ասեց այդ օրվա Ամերիկան նվիրում ենք ձեր 60-ամյակին։ Ու ամբողջ 2 բաժին ես նվագել եմ միայն դասական օրկեստրի ջութակները, դուետներ, տրիոներ, կվարտետներ առաջին բաժնում ես էի փոխադրել շատ բաներ, կարի որ հեղինակները գրում էին հետ իմ համար։ Ու ես այդ դաշտում ես իմիջիալոց համերգից առաջ ես թե վերջում որ շնորհակալություն էի հայտնում, ես շրջվեցի երաժիշտներին ասեցի սիրելի ջութակահարներ, ես ձեզ շատ եմ նախանձել։ Շատ, ու այդ նախանձի ինձ
բայց եթե ասենք թոփարի լինի նախանձը, որ ինչու, որտեղ ես միջեմ Սայաթնովա նվագում եմ 3 րոպե, 4 րոպե ասենք, բայց երբ որ տեսնում ես ջութակահարը 30-40 րոպե կոնցերտ անավագում, ասում եմ, այ նվագեց, ասի այդ բանը բերեց, այդ բարի նախանձը ասենք, որ այսօր ես ձեր դիմաց ես որպես սոլիստ եմ հանդես գալիս։ Շատ էի ուզում ու այդ նպատակին հասել։ Շնորհակալություն AMJ հեռուստաընկերության ոսկե սերունդ հաղորդաշարի հյուրը լինելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ վաղուց չէինք հանդիպել։ Շնորհակալություն Անահիտին, որ բերեց եւ այս համերգին, որը պատճառ եղավ մեր հանդիպմանը։ Իհարկե, ու ես ձեր բարգավաճում եմ ցանկանում լավ հյուրեր հանդիպումներ լինի ձեր մոտ, որ մեր հանդիսատեսը միշտ սպասի թե տեսնես հաջորդ նոմա լինելու։ Շնորհակալություն։ Շեն մնաք։ Դե ինչ, այսպես էր մեր հյուրը Հակոբ Խալաչյանը։ Իսկ ձեզ մաղթում եմ մի նոր հանդիպումներ նույնպես լավագույն երաժիշտների եւ արվեստագետների հետ։ Շնորհակալություն, շնորհանդիպում։